Շրջանական մասից է կազմված լինելու մեր եթերը եւ կարևոր է սկսել։ Ինչ տեղի ունեցավ 3 մայրաթորում, սա ընդհանրապես կարճ մի 30 վայրկյան տեսանյութ Հավատավոր ժողովուրդը մայր տաճարում էր, գնացել էին մոնղավելու եւ իրենց աջակցությունը հայ առաքելական եկեղեցուն եւ հապա հայրապետին հայտնելու։ Իհարկե մենք տեսանք նաեւ խղճուկ տեսարանը 100-120 հոգի քվական ճակատավոր աջակիցներ, որոնց բերել էին, որոնց փակել էին ոստիկանական պատնեշով, որոնցից ամենաակտիվներից ըստ էության Թալինի համայնքապետը Վեհարանի դռների մոտ հայհոյում էր հոգևորականներին, բայց սա պարտադրանքով բերված հասարակության իրական պատկերն է հանրության։ Դուք ևս եղել եք Վեհարանում, ինչ կառուցնացել եք երեկվա օրվանից։ Մենք մինչև երեկվա ժամերգությունը տեսանք, որ ըստ էության մինչ վերջին անգամ գուցե մայր տաճարը հաղորդակցություն տարածեց, հորդորելով այդ տիրադավ եպիսկոպոսներին հետ կանգնել եւ դիմելով հավատավոր ժողովրդին չգնալ հանկարծ սադրանքներին տեղի չտալ։ Բայց ի պատիվ մեր ժողովրդի կարողացավ ասասան մնալ, իսկ տասուդաներ ուղղակի մի գազելով դուրս շպրտվեցին մայր տաճարից, համեցեք։ Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, իսկապես երեք շատ կարևոր օրեր մեր հայ ժողովրդի, մեր հանրության, հավատավոր հայ ժողովրդի կյանքում, ինչ կատարվեց երեք, ամենակարևորը, որ երեք հայ ժողովուրդը իր հավատարմությունը, հավատավոր հայ ժողովուրդը իր հավատարմությունը հայտնեց Մայրաթոր Սուրբ Էջմիածնին, նրա օրինավոր ու ազգընտիր նորին Սուրբ Օծություն Տեր Գարեգին երկրորդ ամենայն հայոց կաթողիկոսին։ Սա ամենակարևոր արձանագրումն է, քանի որ մենք ունենք իշխանության մի ղեկավար, վարչապետ, ով ամեն օր իր քնից արթնանում է եւ խոսում է այն մասին, թե հայ ժողովուրդը չի վստահում Գարեգին երկրորդին, ամենայն հայոց կաթողիկոսին, թե նա մեր ամենայն հայոց կաթողիկոս ընտրյալը չէ եւ այլն եւ այլն։ Երեք նախ դա ապացուցեց մեր հայ ժողովուրդը։ Մի կարևոր եւ երեկվա երևույթները, երեկվա իրավիճակը մի քանի կարևոր արձանագրումներ արեցին։ Նախ, որ Նիկոլ Փաշինյանը չկարողացավ իր հետևից հանել գոնե մի քանի 100 նիկոլականների, այսպես ասած։ Դա լրիվ ապացուցվեց, այո, դուք նշում եք 100-120 քաղաքացի, այն էլ երևի սոցիալապես կախվածության մեջ գտնվող, այն էլ երևի իսկապես մի քանիսը միգուցե մի քանի տասնյակը իրապես նվիրված նիկոլական բան չունեմ ասելու, եթե նրան էլ գումարենք, ասենք մի քանի 100 ոստիկանները տարբեր ոճի համազգեստներով, հա, քաղաքացիական համազգեստով, ոստիկանական համազգեստով, սա էր ընդհանրապես մի քանի պաշտոնյաներ, ովքեր պաշտոնը կորցնելու վախից ստիպված էին այնտեղ հավաքվել։ Մնացածը ըստ էության ապացուցվեց, որ նախ Նիկոլը իր թիկունքում իրեն վստահող քիչ զանգված ունի։ Դա ամենամեծ ապացույցը, ամենամեծ ձեռքբերումներից մեկն էր, որ երեք բացահայտորեն ցուցադրվեց։ Եվ ըստ էության այդ ցուցադրությանը փաստորեն նպաստեցին այդ 10 տիրադավները, իհարկե նաև նրանց ներքին հրահանգ տվող Նիկոլ Փաշինյանը։ Ինքը շատ լավ երևի թե ուզում էր համոզվել, ինչ ուժ է կանգնած իր հետևից, ինչքան մարդ կգա իր հետևից, եւ նա համոզեց 10 տիրադավներին, ովքեր իրենց անունից նման կոչ արեցին, Նիկոլ Փաշինյանը այդտեղ էլ խորամանկ գտնվեց եւ այդտեղ էլ, այսպես ասած, գցեց այդ 10 տիրադավներին եւ երեկվա իրենց պարտությունը գցեց նրանց գրպանը։ Հաջորդ կարևոր ձեռքբերումը, մինչև ձեռքբերումը, գիտեք, մի կարևոր բանի մասին եմ ուզում խոսել։ 3-5 շաբթի էր ու մենք շատ լավ գիտենք, որ Նիկոլը միշտ սիմվոլների հետևից է գնում։ Իսկ դա Հուդայի դավաճանությունն էլ է 5 շաբթի օրով եղել, հասկանում եք, ոչ մի պատահական օր, ոչ մի պատահական ժամ չի ընտրվում Նիկոլի գործողությունների իրականացման համար։ Երեկվան էլ պատահական չէր։ Եվ այդ 10 տիրադավներից 3-ը փաստացիորեն ինչ արվեցին, կարգալույծ արվեցին եւ դա շատ նորից կարևոր ձեռքբերում էր։ Եվ այո, մի փոքր ավտոբուսով, այսպես ասած, հա, գազելով նրանք դուրս շպրտվեցին հավատավոր հայ ժողովրդի կողմից, ներկայացուցիչների կողմից եկեղեցու տարածքից։ Ապացուցվեց մի կարևոր բան, հայ առաքելական եկեղեցին, դա այն ուժն է, որ իր շուրջ
կհամախմբի, կարող է իզորու է համախմբել տարբեր քաղաքական ուժերի, տարբեր մոտեցումներով այս իշխանություններից ազատվելու տարբեր մոտեցումներով քաղաքական ուժերի, կառույցների, անհատների եւ իսկապես շատ կարճ ժամանակահատվածում այդքան հազարավոր 10,000-ի կարգի եթե ոչ ավել մարդ մի անգամից հավաքվեց Մայրաթորի տարածքում, ինչու, որովհետև նրանք պատրաստ էին կանգնելու մեր կաթողիկոսին պաշտպանելու համար, նրանք պատրաստ էին կանգնելու մեր եկեղեցին պաշտպանելու համար, եւ սա շատ կարեւոր ուղերձ էր հենց Նիկոլ Փաշինյանին, հենց նրանց տերերին, հենց նրանց կոչով արտաքին միջամտություն իրականացնողներին, որ այո, եկեղեցին այն ուժն է, որից վախենում է Նիկոլը, որովհետև եկեղեցին այն ուժն է, որը իր շուրջ համախմբելով հայ ժողովրդին կարող է իրեն վռնդել իր վարչապետի աթոռից, իր իշխանությունը կարող է նա կորցնել։ Սա ամենալուրջ վտանգն է, որ տեսնում է Նիկոլ Փաշինյանը եկեղեցուց, եւ ահա սա է պատճառը, որ Նիկոլը իր հիստերիաների, իր կապրիզների վերջին գծերն էլ օգտագործելով ուզում է ամեն ինչ անել կաթողիկոսին հեռացնելու, վարկաբեկելու Մայրաթորը, վարկաբեկելու հայ առաքելական եկեղեցուն։ Բայց դա իհարկե երեք ինքն էլ համոզվեց, որ իրեն չի հաջողվելու դա, երեք ինքն էլ համոզվեց, որ ինքը թիկունքում ոչ ոք չունի, իր հետևից շատ քչերն են գալու։ Մի կարևոր հաղթանակ եւս, որ այո, ժողովուրդը երեք համոզվեց եւ համոզեց հանրությանը, որ երբ հանրությունը ոտքի է կանգնում եւ միասնաբար գնում է ինչ որ բան հաղթահարելու, ապա անպայմանորեն հասնում է իր նպատակին եւ փաստացիորեն երեկվա իրողությունները ապացուցեցին, որ միասնաբար ոտքի կանգնած ժողովուրդը կարող է նաեւ կանգնեցնել մեր երկրի համար այս աղետաբեր ընթացքը, մեր երկրի առջև կանգնած այս մարտահրավերները բերող, այս ապիկար պետականական ապազգային իշխանությունների ընթացքը։ Պետք է ուշադիր լինենք նաև, որ սա չի նշանակում, որ մենք պետք է ոգևորվենք երեկվա մեր հաղթանակից, ոգևորվենք երեկվա մեր ձեռքբերումից, ոչ, մենք պետք է շատ ավելի զգոն լինենք, մենք պետք է շատ ավելի ցինիկ հարցակումների պատրաստ լինենք, որովհետև ես առավել քան համոզված եմ, որ երեկվա իրենց պարտությունը շատ ավելի լուրջ, հիստերիկ եւ կապրիզ երևույթների առջև է կանգնացրել այդ մարդկանց եւ հաջորդ ավելի հիստերիկ ու կապրիզ հրահանգը կարող է շատ ավելի զգոնություն պահանջի։ Այնպես որ սիրելի հայրենակիցներ, այո, մենք պատրաստ ենք մեր առաքելական եկեղեցու կողմը պաշտպանության համար կանգնել, բայց նաեւ պետք է միշտ զգոն լինենք եւ պատրաստ լինենք ավելի ցինիկ հարցակումների, իսկ դա որ կարող է արվել այս կապրիզ ղեկավարի կողմից, թող ոչ ոք չկասկածի։ Գիտեք, երեկվան իրենց ներկայացուցիչների, երբ որ նայում էինք այդ շարքերին, մենք տեսնում էինք, որ այնտեղ հավաքված են իսկապես կարող են մի քանի տասնյակ իսկապես նվիրյալ նիկոլականներ լինեն։ Մեծ մասը սոցիալապես կախվածության մեջ գտնվող, աշխատանքը կորցնելու վտանգ ունեցող, իրենց սոցիալական որոշակի խնդիրներ այս իշխանություններից լուծելու կախվածության պատճառով հայտնվել էին այնտեղ, այո, նրանք գլխիկոր էին, որովհետև գիտեք, հայ մարդը ինչքան էլ ուզում է ցինիկ ղեկավար, ինչքան էլ ուզում է ազգադավ ղեկավար ունենա եւ գնա նրա հրահանգներին, իր ներսում նա միշտ իր հետ կռիվ է ունենալու, ինքը ճիշտ է անում, որ հայ առաքելական եկեղեցու դեմ է դուրս գալիս, հասկանում եք, դա այդքան էլ հեշտ չի հայ մարդու համար եւ երեկվա այնտեղ հավաքված նիկոլականների, Նիկոլի թիկունքին 10 ազգադավների թիկունքին կանգնած խմբի մեջ դա շատ ակնհայտորեն երևում էր։ Եվ գիտեք, մի կարևոր արձանագրում էլ ես ուզում եմ անել երեկվա իրողությունից։ Սա կարևոր լուրջ ուղերձ էր նաև միջազգային հանրությանը, սա կարևոր լուրջ ուղերձ էր նաև թուրք-ադրբեջանական տանդեմին, որ ոչ մի արտաքին միջամտություն, ոչ մի
կալասների կողմից հայտարարված արտաքին միջամտություն չի կարող կանգնեցնել հայ մարդուն, չի կարող կանգնեցնել հայ ժողովրդին, եթե հարցը վերաբերվում է իր եկեղեցուն պաշտպանելուն, եթե հարցը վերաբերվում է իր երկիրը պաշտպանելուն, եթե հարցը վերաբերվում է իր պետությունը պաշտպանելուն։ Հետաքրքիր է, այդ $15 միլիոն խոստացած Կալասը եւ նրա թիմակիցները Այդ ինչ արտաքին միջամտության մասին էին խոսում։ Գիտեք, հետաքրքիր մի բան է, երեք նրանք չհասկացան, որ հայ ժողովուրդը այդ իրենց էլ ուղերձ ուղեց, որ ոչ մի Կալաս, ոչ մի Կալասի թիմ, ոչ մի 15 միլիոն իզորու չէ կանգնեցնելու այդ պայքարը, կանգնեցնելու հանուն մայրաթոռի, հանուն երկրի, հանուն պետականության պայքարի դուրս գալու այդ շարժումը, այդքան էլ ճիշտ առողջություն։ Գիտեք, Փաստացիորեն ինչ էր ասում Կալասը։ Նա ասում էր, որ իրեն դիմել է Հայաստանի Հանրապետության իշխանությունը, որպեսզի միջոցներ ձեռնարկեն կանխելու արտաքին միջամտությունը։ Ասում է խելքի աշեցեք, արտաքին միջամտություն են իրականացնում, արտաքին միջամտությունը կանխելու համար հրաշալի ձևակերպում է, չէ՞։ Իրենք եւ այդ արտաքին միջամտության ձևակերպումը իրենք տալիս են 15 միլիոն թե ավելին ինչ որ X գումար Հայաստանի Հանրապետությանը տալու համար, իբր թե ընտրությունների ընթացքին հետևելու, իբր թե ընտրական process-ները կազմակերպելու համար։ Մի ուղղակի հարց եմ ուզում տալ այդ ներկայացուցիչներին։ Դուք քանի այդպիսի 15 միլիոններ եք տվել այս կառավարություններին ժողովրդավարության կայացման համար, ժողովրդավարական գործընթացները ճիշտ ռելսերի վրա դնելու համար, քանի այդպիսի տասնապատիկ միլիոններ եք տվել մարդու իշխանությունների պաշտպանությունը ճիշտ ռելսերի վրա դնելու համար, բա ձեր այդ տված գումարների հետևից ինչու չեք գնում, ինչու չեք հետևում մոնիտորինգ անում, այդ գումարը, որ դուք տվել եք, արդյոք իր նպատակին է ծառայել։ Դուք գումար, քանի այդպիսի 15 միլիոն եք տվել ոստիկանական ուժերի բարեփոխումների համար, բա ինչի չեք մի օր հետևում, ինչ է անում այսօրվա ոստիկանությունը, այսօրվա ձեր բարեփոխած ոստիկանությունը իր ազատությունների, իր պահանջների համար փողոց դուրս եկած քաղաքացու նկատմամբ, բա ինչի չեք հետևում, սա է ձեր տված փողի դիմաց բարեփոխումները, սրանք են, թե այդպիսի մի բարեփոխում էլ սպասում եք ընտրական գործընթացներին եւ վաղ մյուս օրը ընտրական գործընթացները բոլորովին ժողովրդավարությունից հեռացնելու ցանկացած փորձը ձեր կողմից ողջունվելու է։ Միգուցե ձեր տված գումարների, ձեր այսպես ասած արտաքին միջամտության նպատակը հենց դա է։ Այնպես որ Տիկին Կալասի թիմակիցներ, դուք շատ լավ իմացեք, որ այո, հայ ժողովրդի համար առաջնային է հայ առաքելական եկեղեցին, առաջնային է մեր երկիրը, առաջնային է մեր հայրենիքը, առաջնային է մեր պետությունն ու պետականությունը եւ համոզված եղեք, որ արդեն վաղուց եկել է ժամանակը եւ հայ ժողովուրդը դա գիտակցում է, որ պետք է ազատվել այս ազգադավ իշխանություններից եւ ասեք Կալասես փողերի թեմայի հետ կապված անդր պետք է չէ հիշեցնել։ Հիշում եք Նիկոլ Փաշինյանը ձեզ ընդդիմադիրների դրսում կոշիկ լիզողներ էր ասում, բա հիմա ասա ինչ է, ասա ինչի դրսևորում է։ Գիտեք, երբ որ նա, ասենք, իր ելույթների մեջ խոսում էր դրսում կոշիկ լիզելու մասին, նա իր գործողություններն էր նկարագրում։ Ինք իր աչքի առաջ հիշում էր միգուցե ողջամիտ կասկած է, չէ, արդեն առաջանում, թե ինքը ինչպես է հասել դրսից որոշակի աջակցություն ցուցաբերող այդ գումարների Հայաստան ուղղորդմանը եւ այդպես դա էր, այդ քայլերն էր երևի թե նկարագրում, որովհետեւ այդ երևույթը գնալ ուղակի դիմել, խնդրել, ասել, որ այ դուք եկեք եւ մեզ աջակցեք, որպեսզի արտաքին աջակցություն չլինի, դրանից լավ կոշիկ լիզել, դրանից լավ արտաքին ուժերի առաջ գլխիկոր հանդես գալ, դրանից լավ ասել, որ արտաքին եվրոպական ուժեր, ԵՄ ուժեր, մենք պատրաստ ենք ձեր բոլոր պահանջները կատարելու, միայն թե եկեք մեզ աջակցեք ընտրական գործընթացներում եւ այնպես արեք, որ ես վերընտրվեմ։ Եվ գիտեք, իրենք ներսին իրենց թիմում այնպիսի քննարկումներ են միգուցե արել, որ իրենց падգամավորներից մեկը, նույնիսկ անունազգանունը չեմ հիշում, չեմ կարող ասել ով էր դա,
նշում է, որ այո, իրենք դիմել են Մոլդովայի օրինակը Հայաստանում կրկնելու համար։ Մարդը այնքան միամիտ է, որ իրենց ներքին խոհանոցային քննարկումը այստեղ վերում դուրս է հանում եւ ասում է այսինքն իսկ ինչ է Մոլդովայի օրինակը ո՞րն է, եւ ասում է, չէ, անմիջապես նույնությամբ չենք կրկնելու Մոլդովայի օրինակը Հայաստանում։ Պարզապես այդ օրինակի նմանությամբ այստեղ գործողություններ են անելու, այսինքն տեղայնացնելու են Մոլդովայի փորձը Հայաստանում։ Այդ մարդը ինչ լսել է իրենց քննարկումներում, այդպես բարձրաձայնում է եւ իսկ ինչ էր Մոլդովայի փորձը կանխարգելումն էր այն քաղաքական ուժերի գործունեության, որոնք ընդդիմադիր տեսանկյունից էին հանդես գալիս, կանխարգելումն էր այն քաղաքական կազմակերպությունների գործունեության, ովքեր խանգարելու էին եվրոպամետ ուժերի վերընտրությանը։ Հիմա այս նույն բանը իրենք են անում, ուզում անել այստեղ, այսինքն Կալասը եւ նրանց տված գումարները նպատակ են ունենալու միջոցներ ձեռնարկել, որոնք կկանխեն ազգային ուժերի գործունեությունը Հայաստանում, ազգային քաղաքական կազմակերպությունների գործունեությունը Հայաստանում։ Սա է Մոլդովայի փորձը եւ իրենք այսպես ուզում են տեղայնացնել, բայց քանի որ ըստ էության հայ-առաքելական եկեղեցին այն կարևոր ուժն է, ազգային ուժն է, որը իր շուրջ կարող է համախմբել տարբեր մոտեցումներ, միևնույն հարցի լուծման տարբեր մոտեցումներ ունեցող ուժերին, ամենալուրջ հարձակումը նա պատրաստվեց եւ երեք իրականացրեց եկեղեցու նկատմամբ։ Այնպես որ այս գումարները, խնդրանքը եւ նրանց տրամադրությունը կոշիկ լիզելու եւ այդ լիզելու արդյունքում ինչ որ խոստումներ կորզելու վառ ապացույց է։ Եվ փաստացիորեն ես ուզում եմ ուղղակի այդ արտաքին աջակցություն հայտնողներին ասել, որ գիտեք, ձեր տված փողերը կարող են կուրացնել միայն ԿՊ-ին, ԿՊ-ամերցներին, բայց իրական հավատավոր հայ ժողովրդին ձեր տված միլիոններ, միլիարդներ այդ փողերը երբեք հայ ժողովրդին չեն կուրացնի եւ չեն երկրորդ, երրորդ պլանվերի եկեղեցին, պետությունը, հայրենիքը։ Ինչ ուզում եք արեք, միևնույն է հայ ժողովուրդը ոտքի է կանգնելու եւ ամեն ինչ անելու է, որ այս ուժերը չվերընտրվեն եւ ասեմ, որ դա ինքը շատ լավ գիտակցում է հենց ինքը Նիկոլ Փաշինյանը։ Եթե չգիտակցեր, եթե այդքան բանը չգիտակցեր, ոչ առաքելական եկեղեցու վրա հարձակում կկազմակերպեր, ոչ արտաքին միջամտության ողորմությունը կխնդրեր, ինքը շատ լավ գիտակցում է եւ բացի դա, սրանով ինքը նաեւ իր համար հող է նախապատրաստում, տեսեք, երեք այդ հայտարարությունը ազգադավներն արեցին, ինքը իր համար հող նախապատրաստեց, որ երեկվա հանրությանը մայրաթոր կանչի կոչը ինքը չի արել, եթե ինքը կաչեր, կարող էին ավելի շատ, ինքը իր համար հող է նախապատրաստում, պարզ է, որ դա իր արածն էր, որովհետև հակառակ պարագայում, լավ, այդ պարագայում իմ մոտ հարց է առաջանում, այդ ոնց 10 ազգադավները, այդ ինչ ուժ ունեին, որ նրանց կոչով այդքան ոստիկանական ուժեր, էլի եմ կրկնում, քաղաքացիական համազգեստով, կարմիր սև, չգիտեմ, գունավոր բերետներով, ոստիկանապետից հետ, ինչքան ամբողջ Երևան Էջմիածին ճանապարհը ոստիկանական այդ ավտոբուսների շարք էր կանգնած։ Այդ 10 ազգադավները ով էին, որ այդ կարողությունը ունեին հրահանգելու, այդքան ոստիկանական ուժեր բերելու, եթե դա Նիկոլը չէր։ Այսինքն ստացվում է, որ ոնց վարչապետից բերև էլի մի հատ կառավարության, ոստիկանության վրա հրահանգ տվող, ոստիկանությանը հրահանգող ուժ գոյություն ունի, 10 ազգադավների համախումբ գոյություն ունի, սա էս ուզում ասել, իհարկե դա այդպես չէ, եւ բնականաբար ինքը իր համար արդարացման հող է պատրաստում, որտեղ ինքը համոզում էր ստուգել իրականում այսօր իրավիճակը իր հետևից քանի հոգի կգա իր կոչից, համ էլ իր համար արդարացում էր ապահովում, որ այդ ես չէի, այդ ինքը չէր, այլ 10 ազգադավներն էին։ Նույն տրամաբանությամբ հող է նախապատրաստում, երբ դիմել է Եվրոպական միության այդ արտաքին միջամտությանը, որովհետև նա նաև հենց նրանց առաջ արդարանալու միջոցները
միջոցներ է ձեռնարկում։ Դի վաղը մյուս օր ասի ես ձեզ նախապես ասում էի, չէ, որ վիճակը շատ լուրջ է, որ ես ի վիճակի չեմ առանց արտաքին միջամտության վերընտրվելու, իսկ ինքը արդեն զգում է, արդեն շատ լավ համոզված է, որ ինքը վերընտրվելու շատ փոքր, ոչ թե շատ փոքր, ընդհանրապես շանսեր չունի, ու հազիվ թե եթե լավագույն դեպքում կարողանա նոր ազգային ժողովում որոշակի անցողիկ շեմ հաղթահարել, եւ այդ ամենի պատճառով ինքը այդ դրա համար է ինքը իր արդարացման համար հող նախապատրաստում, եւ ես ասել եմ ու միշտ ասում եմ, այս ամենի նպատակը այն է, որ ինքը վախենում է ոչ այնքան ազգային ուժերից, որ ինքը չի վերընտրվի, ոչ այնքան քաղաքական ուժերից, որոնց գործունեության արդյունքում ինքը չի վերընտրվի, այլ այնքան ավելի շատ վախենում է այն պատժից, ինչին արժանանալու է թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից, քանի որ նրանց պատվերները չի կատարել, այն խոստումները, որ տվել է ինչի դիմաց ինքը գիտի, այդ խոստումները չի կատարել եւ բնականաբար այդ խոստումների չկատարումը իրենից պատիժ են պահանջելու, այդ խոստումների չկատարումը հենց այնպես չի լինի։ Եվ նա փաստացիորեն սիրելի հանրություն եւ այսպես ես ուզում եմ ասնել ըստ էության մյուս խոստումների չկատարման մասին, նա ոչ միայն թուրք-ադրբեջանական տանդեմի, չգիտեմ ինչի, ինքը գիտի ինչի դիմաց, ինչ խոստումներ տվածի չկատարման պատժից է վախենում, նա ոչ միայն այդ խոստումները չի կատարել, այլ նաեւ հանրությանը տված խոստումները չի կատարել, երբ որ նա 21 թվականին ընտրվեց, 21 թվականի ընտրության ժամանակ նրանց նախընտրական քարոզը երբ հիշում ենք, այնպիսի խոստումներ է տվել, եւ հիմա եկել է այդ խոստումները, արդեն խոստումների կատարումը հանրությանը ներկայացնելու պահը, նա այդ խոստումներն էլ չի կատարել, այսինքն Նիկոլը ինչ խոսում է, Նիկոլի թիմը ինչ խոսում է, ԿՊ-ն ինչ խոսում է, ինչի մասին խոսում է, պետք է ուղղակի հասկանալ, որ վաղը ուրիշ բան է ասելու, վաղը ասելու է, դե գիտեք, այս ժամանակ իրավիճակն ուրիշ էր, ես այդ խոստումը տվեցի, հիմա իրավիճակն ուրիշ է, ես չեմ կարող այդ խոստումը կատարել, եւ սա դրա ապացույցը ես ուզում եմ ուղղակի ձեզ ներկայացնել, ընդամենը 2-3 օր առաջ ընդունված առողջության ապահովագրական օրենքի համատեքստում հիշենք, որ 21 թվականի իրենց նախընտրական քարոզարշավում իրենք խոստացել էին, որ այո, անցնելու են առողջության ապահովագրության, համապարփակ ապահովագրության, համապարփակ բառ եւ խոստացել են, որ այդ համապարփակ առողջության ապահովագրության անցնելու են 21-26 թվականների իրենց իշխանության օրոք, համապարփակ բավականին լայն ընդգրկում ունեցող ապահովագրության մասին էր խոսքը։ Նրանք խոստացել էին ամեն օր նախարար, վարչապետ, ԿՊԱ-ական падգամավորներ, բոլորը այսպես խոստանում էին 23 թվականից արդեն հայեցակարգն ընդունվել էր եւ ըստ այդ հայեցակարգի, ըստ իրենց խոստումների 24 թվականին արդեն մասնավոր կամավոր ապահովագրությունը պետք է ուժի մեջ դրվեր 25 թվականի հունվարի 1-ից պետք է բոլոր թոշակառուները արդեն օգտված լինեին այդ համակարգից, իսկ այսօր 21 թվականի դեկտեմբերի 20-ն է արդեն գալիս, մնացել է 10-12 օր, հա, իրենք նոր ընդունում են օրենքը եւ այդ օրենքում ընդունված սոցիալական խմբերը շատ հեռու են իրենց խոստացած սոցիալական խմբերից, որոնք պետք է օգտվեին ապահովագրական համակարգից։ Իրենց խոստումներում ներառված այդ համապարփակ առողջության ապահովագրության ցանկը շատ հեռու է իրենց խոստացածից ու այսօրվա ընդունվածից։ Իրար հետ շատ քիչ առնչություն ունեն։ Գիտեք ինչ են արել։ Սիրելի հանրություն, հանկարծ չթվա, որ ես խոսում եմ, թե ինչու ապահովագրության օրենքը ընդունեցին, ինչու են անցնում առողջության ապահովագրման։ Ոչ, ես խոսում եմ այն մասին, որ այո, առողջության ապահովագրման համակարգը շատ այն լավ համակարգերից մեկն է, որ երբևիցե որևէ երկիր կարող է առաջարկել իր ժողովրդին, բայց սրանք բարեհաջող կերպով այդ լավ գաղափարը այնպես են փչացրել այս օրենքի նախագծով, այս օրենքով, որ սկսում ես կասկածել, սա էին այդքան գովաբանում, սա էր ուզում մեր հանրությունը, իհարկե ոչ։ Դեք շատ լուրջ խնդիրներ կան այստեղ, կա լուրջ խնդիր պարտադիր եւ մասնավոր ապահովագրական ընկերությունների գործունեության մեջ։ Նախ շատ լավ գիտենք, որ այսօրվա դրությամբ բազմաթիվ կազմակերպություններ, բազմաթիվ քաղաքացիներ, հազարավոր, եթե ոչ տասնյակ հազարավոր քաղաքացիներ ունեն պայմանագրեր
մասնավոր ապահովագրական ընկերությունների հետ եւ այդ պարզե ոչ մեկի համար էլ գաղտնիք չէ, որ այդ մասնավոր ապահովագրական ընկերությունները իրենք բազմաթիվ լուրջ բուրս ծառայությունների ցանկ են առաջարկել այդ ապահովագրության դիմաց։ Եվ այդ քաղաքացիները արդեն ամիսներով, տարիներով նույնիսկ որոշակի վճարումներ են արել այդ ապահովագրական ընկերությանը, այն երաշխիք սպասումով, որ վաղը մյուս օրը եթե իրենց կարիքը ունենան որևէ առողջական միջամտության անհրաժեշտություն ունեն, նրանք այդ ապահովագրությունից օգտվելու են, բայց փաստացիորեն այս օրենքով այդպիսի պայմանագրերը ըստ էության չեղյալ են հայտարարվում։ Ինչու՞, որովհետև պարտադիր ապահովագրություն ասելով նրանք ենթադրում են, որ այն բոլոր հիվանդությունների ցանկը, որոնք իրենց առաջարկված ցանկում կա, մասնավոր ապահովագրական ընկերությունները չեն կարող մատուցել։ Այսինքն ինչ է ստացվում, մարդը փաստացիորեն տարիներով վճարումներ է կատարել այդ ապահովագրական ընկերությանը, հիմա ասում է, եթե դու ուզում ես օգտվել այդ մասնավոր ապահովագրական ընկերության ծառայությունից, դու միևնույն է պարտավոր ես վճարել պարտադիր ապահովագրավճարը 10,800 դրամ ամսական, տարին 129,600։ Այսպես էլ բազմաթիվ անգամ հնչեցրած հարցերին, թե այդ ինչ ծառայությունների ցանկ եք դուք առաջարկում, որը այդքան ավել է մինչև հիմա գործ ունեցող պետպատվերի կամ սոցփաթեթների շրջանակում առաջարկվող ցանկից, որ դուք սոցփաթեթի առողջության 36,000 տարեկան ապահովագրավճարը դարձրեցիք 130,000, ինչ լրացուցիչ ծառայություններ եք առաջարկել։ Բայց ես ստացել եմ միայն հետևյալ պատասխանը, ըստ էության նոր հիվանդության, նոր լրացուցիչ բուժ ծառայության հիվանդության բուժման ապահովագրության մասին չի խոսվում։ Նրանք իմ բոլոր նմանատիպ հարցերին ընդհանրապես պատասխանել են, որ եթե մինչև հիմա փաթեթի շրջանակներում կոնկրետ ասենք վիրահատություններ, վիրահատության արժեքներ փոխհատուցում, ապա հիմա փոխհատուցվելու է նախավիրահատական եւ հետվիրահատական բոլոր ծառայությունների միասին։ Շատ լավ, բայց արդյոք այս ամբողջ process-ը այդքան ավելի մեծ գումար է տանելու, որ 36,000-ը դարձրել եք 130,000, 129,600 դրամ։ Սա լուրջ խնդիր է եւ գիտեք ամենակարևոր մի խնդիր, որը սիրելի հանրություն, ըստ էության ապահովագրության ապահովագրական այս գումարները, որոնք որպես նոր հարկատեսակ քաղաքացիները, աշխատող քաղաքացիները վճարելու են ամսական 10,800 դրամ, այդ ամեն ինչը ձևավորելու է ապահովագրական հիմնադրամ եւ այդ հիմնադրամը տնօրինվելու է հոգաբարձուների խորհրդի կողմից ընտրված նախագահի կողմից եւ այդ գումարը մեծ գումար է 127 միլիարդ, փաստորեն բյուջեից 127 միլիարդ տնօրինության է տրվում մի կազմակերպության, մի մարմնի, որը կոչվում է հոգաբարձուների խորհուրդ, որը հունվարի 1-ից տնօրինելու է նման ծավալի գումար, այդ մարմինը դեռ ձևավորված չի, այդ մարմնի ղեկավար դեռ նշանակված չի, հասկանում եք, այսինքն եւ բացի դա ազգային ժողովը 26 թվականին որևէ լիազորություն չունի նրա զեկույցը լսելու է այդ հոգաբարձուների խորհրդի նախագահի, նրանից հաշվետվություն պահանջելու, իսկ առողջապահության նախարարությունը այդ հաշվետվությունները ներկայացնում է 26 թվականի կատարածը ներկայացնում է 27 թվականին։ Ինչ է ստացվում։ Ստացվում է, որ մենք ժողովրդից ամսական 10,400 նոր լրացուցիչ հարկ ենք հավաքում եւ այդ հարկը տալիս ենք տնօրինելու մի կազմակերպության, որը չգիտենք ինչպես է ձևավորվելու, որը չգիտենք ով է ղեկավարելու եւ որը ոչ մի հաշվետվողական պարտավորություն չունի ազգային ժողովի առաջ, որը խորհրդարանական երկրում առաջնային մանդատ ունեցող մարմինն է։ Սա ամենալուրջ վտանգն է, բա մոնոպոլիան էլ ոնց է լինում։ Դրա համար իրենք փորձում են ամեն ինչ անել, որ փակվի մասնավոր ապահովագրական ընկերությունները եւ այդ ամբողջ գումարները չգիտեմ ում տնօրինության տակ դրվի։ Դեք սա լուրջ խնդիր է կայացած մասնավոր ապահովագրական ընկերությունները փչացնելու, քանդելու, նրանց գործունեությունը զրոյացնելու եւ այս ամբողջ գումարները տալ մոնոպոլ մեկ ուժի հոգաբարձուների խորհրդի, որի նախագահը կնշանակվի
վարչապետի կողմից ասել է, թե մեկ մոնոպոլիա, որը որ կանի այն բոլոր հրահանգները, ինչը տրվել է վարչապետի կողմից։ Սա մի լուրջ խնդիր։ Հաջորդ խնդիրը, որի մասին ես նորից ասել եմ բազմաթիվ անգամ եւ նորից եմ ուզում ասել։ Իրենք խոստացել էին բոլոր թոշակառուներին ներգրավել այս համակարգում, բայց իրականում առաջարկող համակարգում իրենք խոսում են միայն 65 եւ ավել տարիքի թոշակառուների մասին։ Երբ որ մենք կոնկրետ մեր խմբակցությունը, կոնկրետ ես բազմիցս խոսել եմ եւ մենք խմբակցությունով առաջարկություն ենք արել ներգրավել նաեւ 63-64 տարեկան թոշակառուներին, հայտարարում է 63-64 տարեկանը ինչ թոշակառու է, որ նրան առողջության ապահովագրական համակարգի մեջ ներառենք, որ նրան այդ 10400-ը թոշակառուին տանք, ինչ են անելու, որ իրենք ծախսելու տեղը չգիտեն։ Եվ երբ հարց ես տալիս, քանի հոգի են 63-64 տարեկան թոշակառուները եւ ինչու չենք այդ թոշակառուներին ներգրավել, պատասխանը հետեւյալն է. նրանց թիվը 100,000-ի կարգի է եւ մենք չենք կարող այդ 100,000-ին էլ ներգրավել համակարգի մեջ, որովհետեւ այդքան միջոցներ չունենք։ Ես ինքս անձամբ մեր բազմաթիվ ցույց եմ տվել այդ 100,000-ի տեղը։ Տեսեք, ապահովագրավճար վճարելու է ցանկացած քաղաքացի, ով աշխատում է եւ ստանում է 200,000-ից ավել աշխատավարձ։ Եվ երբ իրենց հարցնում եմ ձեր հաշվարկի հիմքում այդ 200,000 ավել աշխատավարձ ստացողներ, ապահովագրավճար վճարողներ քանի թիվ եք, ինչ թիվ եք ներառել, ինչ թվի վրա են ձեր հաշվարկներն իրականացվել, ասում են 296,000։ Եվ երբ դիմում ենք Պեկին, Պեկը մեզ ներկայացնում է 395,000, 90 մարդ։ Հենց այստեղ արդեն 99,000-ի տարբերություն, այսինքն այդ 100,000-ի տեղը ես արդեն ցույց եմ տալիս։ 100,000 է, հասկանալի է, որ այնտեղ կարող են հատումներ լինել, բայց հատումներ կան նաև իրենց ներկայացված ցանկերում։ Տեսեք, իրենց ներկայացված ցանկերում որպես սոցիալական խումբ, ովքեր մտնելու են համակարգի մեջ, գրված են մինչև 18 տարեկան երեխաները, որոնք մինչև հիմա էլ գործում էին պետպատվերի, ստանում էին այդ անվճար ծառայությունները պետպատվերի շրջանակում, այսինքն ըստ էության պետպատվեր անունը փոխվել է ապահովագրություն։ Ստանում է այդ ցանկի մեջ ներառված են առաջին, երկրորդ, երրորդ հաշմանդամության խմբերը, որոնք մինչև այդ էլ ստանում էին այդ պետպատվերի շրջանակում այդ ծառայությունները, նորից ընդհանրապես անունի փոփոխություն է։ Նպաստառու ընտանիքները, ովքեր 28 եւ ավելի միավոր ունեին Փարոս համակարգում, նրանք նույնպես։ Հիմա իրենք այս ցանկում ավելացրել են երկրորդ համաշխարհային պատերազմի զինվորական թոշակառուներ եւ նրանց հավասարեցված անձինք այս կատեգորիան եւ Չեռնոբիլի վթարի վերականգնման աշխատանքներին մասնակից այս կատեգորիան։ Իհարկե, այդ կատեգորիաները իսկապես պետք է ներգրաված լինեին այդ համակարգում, ոչ մեկը դրա մասին չի խոսում, բայց եկեք հասկանանք սիրելի հայրենակիցներ, որ այդ մարդկանց թիվը արդեն 65 եւ ավել տարիքի մեջ հաշվառված է։ Եթե այս թվերն էլ ենք անում, այնտեղ արդեն մենք 100,000 63-64 տարիքի թոշակառուների համար բազմաթիվ տեղ ենք բացում։ Աշխատավարձ ստացողների թվային տարբերությունը կարող է, որ ես ասում եմ, լավ, դուք այս թիվը դուք երկրորդ անգամ հաշվում եք երկրորդ համաշխարհային պատերազմի զինվորական թոշակառուների, կարող եք մեկ թոշակառու ինձ ասել անուն, ով 65 տարեկանից փոքր է։ Իհարկե չեն կարող ասել երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակիցը։ Չեռնոբիլի վթարի վերականգնման աշխատանքների մասնակիցներ շատ քիչ մարդիկ են, ովքեր 65-ը անց չեն, լավ, թող այդ տարբերությունը լինի 200, 300, 400, բայց չէ որ մնացած 3000-ից երբ որ նրանք անում ենք, բավականին մեծ թիվ, ինչու եք այդ թվերը նորից երկրորդ անգամ, երրորդ անգամ որպես գումարելի օգտագործում եւ տակն է հետո էր ասում 63-64 տարեկանների համար իրականում ենք միջոցներ չունենք։ Պարզապես ցանկություն չունեք, ես չեմ հասկանում ինչի համար։ Այսինքն, բայց չէ որ դուք եք, ես հասկանում եմ ինչի համար, բայց դուք եք խոստացել։ Դուք եք խոստացել այդ մարդկանց, սիրելի թոշակառուներ, ձեր թոշակները բարձրացնելու ենք մինչև նվազագույն սպառողական զամբյուղը, սիրելի թոշակառուներ, ձեր թոշակները, չգիտեմ, կրկնապատկվելու են եւ այլն եւ այլն։ Հիմա այսօր եկել եք ասում եք թոշակառուներ, ձեր թոշակը չենք բարձրացնում։ Այ եթե դուք գնաք էլեկտրոնային դուք անկանխիկ առևտուր անեք, այդ ժամանակ ձեր թոշակը կբարձրանա։ Լավ մեխանիզմներ են, բայց դրանք ձեր խոստումներից շատ հեռու են եւ Էլի եմ կրկնում 63-64 տարեկան թոշակառուների համար այդ 100,000-ի բացը, որ իրենք խոսում են, լրիվ ուղղակիորեն տեղը ցույց է տրված աշխատողների ապահովագրավճար վճարողների թիվը ավելին է,
քան իրենց ներկայացրած է 99,000-ով, այնտեղ կան սոցիալական խմբեր, որոնց ներկայացուցիչների թիվը կրկնակի անգամ հաշվառվում է, այնտեղ կան, մենք ավելացրել ենք նաև առաջարկել ենք նաև միակողմանի ծնողազուրկ ստացիոնար ուսուցման ուսանողներին ավելացնել են սոցիալական խմբերում 18-ից 23 տարեկան, որովհետև նրանք իսկապես հատկապես զոհված ազատամարտիկների, պատերազմում մեր արցախյան պատերազմում զոհվածների զավակները իսկապես իրենք նույնպես պետք է շատ պետական հոգացությունը զգան եւ ստացիոնար ուսանողները պետք է իսկապես ստանան այդ աջակցությունը, հատկապես եթե հաշվի առնենք, որ հիմնականում ծնողազուրկ երեխաներ ունեցող ընտանիքները մեծամասամբ հաշվառված են Փարոս համակարգում եւ մեծամասամբ 28 եւ ավել միավորներ ունեն եւ մեծամասամբ արդեն ներգրաված են այս համակարգի մեջ, ուրեմն այնտեղ մնում են նորից մի քանի 100 ուսանողներ, ովքեր դուրս են մնում թե նպաստառուների ցուցակից եւ եւ նրանց նույնպես այդ աջակցությունը դա ոչ միայն անհրաժեշտ է, այլև լուրջ պետական վերաբերմունք է նման ընտանիքների երեխաների համար։ Սիրելի հայրենակիցներ, հավարտելով իմ այսօրվա խոսքը, ես ուզում եմ նորից անդրադառնալ երեկվա կատարվածին մայրաթոռում եւ ձեռքբերումներին եւ նաեւ հիշել, որ երեք ապացուցվեց մի շատ կարևոր բան, որ իրականում Նիկոլը իր թիկունքում շատ փոքր թիմ ունի, իրականում եկեղեցին այն ուժն է, որ կարող է իր շուրջ համախմբել եւ ի պաշտպանություն եկեղեցու կարող են համախմբվել տարբեր քաղաքական ուժեր, տարբեր ազգային ուժեր, տարբեր քաղաքական գործիչներ եւ իրականում հավատավոր հանրությունը պատրաստ է կանգնելու ի պաշտպանություն Մայրաթոր Սուրբ Էջմիածնի, ի պաշտպանություն մեր Գարեգին II կաթողիկոսի, ի պաշտպանություն ընդհանրապես հայ առաքելական եկեղեցու։ Հավատացած եղեք եւ զգոն եղեք։ Մենք պետք է պատրաստ լինենք նոր ավելի ցինիկ հարձակումների, թե եկեղեցու վրա, թե քաղաքական ուժերի վրա, թե քաղաքական գործիչների վրա, բայց միևնույն է մենք հաղթելու ենք, որովհետև մենք ճշմարիտ ենք, որովհետև մենք հանուն մեր երկրի ենք պայքարում, մենք պայքարում ենք հանուն մեր եկեղեցու, իսկ իրենք պայքարում են հանուն իրենց իշխանության։ Եկեղեցին ու պետությունն ու երկիրը անհամեմատելի են իրենց իշխանությունների հետ, այնպես որ անհամատեղելի են, այնպես որ մենք պատրաստ ենք, մեր ժողովուրդը պատրաստ է երեկվա օրը առապացույց, մեր ժողովուրդը պատրաստ է եւ ոտքի է կանգնելու այս իշխանություններին, վռնդելու իրենց իշխանությունից, ինչպես երեք դուրս վռնդվեցին Մայրաթորի տարածքից այն 10 ազգադավները, այն 10 դավադիրները, 10 դավադիր եպիսկոպոսները։ Շնորհակալություն։